Միջին վիճակագրական ամերիկացին այսօր արդեն զգում է Միացյալ Նահանգներ Իրան պատերազմի ազդեցությունը։ Օրինակ բենզինի գինը բարձրացել է եւ 1 լիտրի համար այժմ քաղաքացին մոտ 30-ից 40% ավելի շատ է վճարում, քան նախկինում։ Կախված նահանգից ու քաղաքից գները տարբերվում են։ Սա նշանակում է, որ միջին ամսական վառելիքի ծախսերը զգալիորեն աճել են, ուղղակիորեն ծանրացնելով ընտանիքների բյուջեն։ Շուկայում խնդրեմ կա, հատկապես նավթի գները բարձրանում են, սա բերում է մնացած շուկայում ինդեքսների անկմանը եւ Թրամփի սրվա հայտարարությունը, որ իրանք սկսել են բանակցություններ Իրանի հետ եւ մի քանի օրով կանգնեցրել են հարվածներ Իրանի էներգետիկ համակարգին, սա շուկան կայունացնելու փորձ էր։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում ոսկին, որը սովորաբար համարվում է անվտանգ ներդրում, արժեզրկվել է մոտ 18%-ով, իսկ արծաթը կորցրել է իր արժեքի 3-ից 8%-ը։ Նավթի միջազգային գինը բարձրացել է 1 բարելի դիմաց, հասնելով ավելի քան $113։ Միացյալ Նահանգներն արդեն սկսել է օգտագործել իր ռազմավարական նավթային պահուստը՝ մոտ 45 միլիոն բարել նավթ բաց թողնելով շուկա։ Այսպիսով, պաշտոնական Վաշինգտոնը փորձում է մեղմել արագ գնաճը, սակայն վերլուծաբանները նշում են, որ սա միջնաժամկետ աջակցություն է միայն եւ շուկան շարունակում է զգայուն մնալ։ Ամերիկայի թիվ 1 արտահանվող ապրանքը դա դոլարն է, իսկ նավթային ապրանքը, որը գնվում եւ վաճառվում է միայն դոլարով, իսկ նավթի գնի տատանում, հատկապես նրա բարձրացումը բերում է նաեւ ոչ միայն նավթի պահանջարկի աճի։ Եթե դոլարի պահանջարկը աճում է, դա մյուս կողմից դա նաեւ բերում է Միացյալ Նահանգների շուկայում եւ բոլոր մնացած շուկաներում բենզինի գների թանկացմանը, ինչի արդեն որոշակի քաղաքական ազդեցություն ունի։ Քաղաքական լարվածությունը միայն խորանում է։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը արդեն բանակցություններ են վարում, սակայն Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է այս տեղեկությունը, ընդգծելով, որ ոչ մի բանակցություն իրականում չի ընթանում։ Պաշտոնական Թեհրանը ավելացնում է, որ նման հայտարարություններն ուղղված են էներգակիրների գները նվազեցնելու եւ իր ռազմական ծրագրերն իրականացնելու համար ժամանակ շահելու նպատակին։ Հավանականությունը մեծ է, որ իսկապես գործ ունենք մեծ բլեֆի հետ, ընդ որում չեմ բացառում, որ իրականում կան կոնտակտներ, իրականում կա որոշակի խոսակցություն Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև միջնորդավորված, հիմա խոսվում է Պակիստանի միջնորդության մասին, բայց ես կարծում եմ սրա նպատակը գոնե թե այս պահին ռազմական գործողությունների դադարեցումը չէ։ Պողոսյանի խոսքով ինչպես Միացյալ Նահանգներն, այնպես էլ Իրանը այսօր նպատակ են դրել առավելագույն օգուտ ստանալ։ Միացյալ Նահանգները պնդում է, Իրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից։ Թրամփի խոսքով իբրև Իրանը պատրաստ է այն հանձնել, մինչդեռ Իրանը հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարվել խաղաղ միջուկային ծրագրից։ Զուգահեռաբար Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Հորմուզի նեղուցը շատ շուտով կբացվի, հավելելով, որ այս կարևորագույն նավագնացության ուղին կցանկանար տեսնել Միացյալ Նահանգների եւ Իրանի համատեղ վերահսկողության տակ։ Միացյալ Նահանգները փորձում է նաև առավելագույն ճնշման միջոցով հարկադրել Իրանին գնալու զիջումների։ Արդյոք Իրանը այս պարագայում կգնա, ես մի քիչ թերահավատ եմ, որովհետև Իրանում հիմա հատկապես բավական այսպես բարդ իրավիճակ է եւ թե Միացյալ Նահանգները եւ թե Իսրայելը Իրանին կանգնեցրել են գոյաբանական խնդրի առաջ։ Այդուամենայնիվ, ըստ վերլուծաբանների, առևտրականները հասկանում են, որ հակամարտությունը ձգձգվում է եւ դա Միացյալ Նահանգներում կհանգեցնի ավելի խոր գնաճի, ինչն էլ կստիպի դաշնային պահուստային համակարգին պահպանել իր հիմնական տոկոսադրույքը ներկայիս մակարդակում։ Իսկ խոշոր քաղաքական հաշվարկով Իրանը պատրաստ չէ հրաժարվել խաղաղ միջուկային ծրագրից եւ պահանջում է փոխհատուցում հարձակվող կողմերից, ինչպես նաեւ երաշխիք ապագայում չհարձակման համար։ Մյուս կողմից Միացյալ Նահանգները ձգտում է Իրանը վերադարձնել նախահեղափոխական 1979 թվականից առաջվա կարգավիճակին, որպես տարածաշրջանի մերձամերիկյան դաշնակից։ Սա նրանց գլոբալ ազդեցության եւ գերիշխանության համար կարևոր պայմաններից մեկն է։